Այս շենքը նախկինում պատկանում էր նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությանը, որն այսօր գոյություն չունի, շենքն ամբողջությամբ անտերության է մատնված։ Մինչդեռ ժամանակին խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի անբաժանելի մասն էր։ Ձեռնարկությունը այն 5 օբյեկտներից մեկն է, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003 թվականին ընդամենը $94 միլիոն պետական պարտքի դիմաց հանձնվեց Ռուսաստանին։ Մինչ այս գործարքը բոլոր 5 ձեռնարկություններն աշխատում էին ողջ հզորությամբ ու շահույթով։ Ժամանակի նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը մշակված հատուկ նշանակության ապակիներն օգտագործվում են հայտնի Բուռան տիեզերանավի կառուցման համար։ Տեղի ապակու մշակման վառարանը իր տեսակի մեջ միակն էր աշխարհում։ Անգամ բանակցություններ են տեղի ունեցել այս վառարանով Samsung ընկերության պատվերով ապակի մշակելու համար։ Երբ կնքվում էր գործարքը, ձեռնարկության տնօրինությունը դեռ լավատես էր։ Ռուսաստանի ռազմական ձեռնարկությունների հետ ռազմաարդյունաբերական հարաբերությունները կհեշտանան, քանի որ կասեն մենք նույն համակարգի, նույն խոլդինգի կամ նույն կոնսորցիումի մեջ մտնող ձեռնարկություններ ենք, կհանվի խոչընդոտը, որը իրենց խանգարում է գնել մեր արտադրանքը։ 2013 թվականի փետրվարին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել էր նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկության զարգացման ծրագիրը։ Նույն տարվա վերջին վարչապետն իր ամփոփիչ ասուլիսում անգամ չհիշատակեց նյութաբանության ինստիտուտի անունը, երբ Ամեկ+-ը հարցրեց, արդյոք նա հույս ունի, որ գույք պարտքի դիմաց գործարքով ռուսական կողմին հանձնված ձեռնարկությունները 10 տարի անց գոնե կաշխատեն։ Վարչապետը տվեց Մերգելյան ինստիտուտի եւ Մարս արտադրական միավորման անունները, որոնք միավորվել են գույք պարտքի դիմաց գործարքից հետո եւ այդ ձեռնարկության բազայի վրա Հայաստանում ձևավորվել է ազատ տնտեսական գոտի։ Կարևորագույն ձեռքբերումը կարող ենք համարել այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել մի ծրագիր, որը ենթադրում է, որ ազատ տնտեսական գոտում մենք արտադրելու ենք հայկական iPhone-ներ, հայկական պլանշետներ, iPad-ներ։ 2003 թվականի մարտ գործարանը օտարման պահին արտադրում էր վիդեոֆոններ, տարբեր էլեկտրոնային սարքավորումներ, հեռախոսներ, մետաղյա պահարաններ։ Մարս գործարանը խորհրդային տարիների վերջի մեծ ծրագրերից էր։ 1993-ից 95 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հրանտ Բագրատյանը գործարանի վերաբացման առիթով վստահեցրել էր, թե Մարսը հնարավորություն ունի այնքան մրցունակ արտադրանք տալ, որքան կազմում է Հայաստանի ամբողջ արդյունաբերությունը միասին վերցրած։ Մարս գործարանի նախկին տնօրեն, այժմ Հայ ազգային կոնգրես խմբակցության падգամավոր Ստեփան Դեմիրճյանը դեռ 2000-ականների սկզբին, երբ ստորագրվում էր գույք պարտքի դիմաց գործարքը, զգուշացրել էր։ Իհարկե ուղղակի պարտքի տակ, պարտքի դիմաց տալը դա սխալ է։ Ուրիշ բան, եթե ներկայացվի ռեալ ծրագիր, որը հնարավորություն կտա ավելի լիարժեք օգտագործելու արտադրական հզորությունները գործարանի։ Բազմիցս քննադատության արժանացած գործարքով Ռուսաստանին հանձնված օբյեկտներն են Մարս գործարանը, նյութաբանության, Երևանի մաթեմատիկական մեքենաների, Երևանի կառավարման ավտոմատ համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները եւ Հրազդանի ջեկի ունեցվածքային համալիրը։